Ողջույն, այսօր ԻԱԿ-ի շրջանակներում փորձելու ենք իրականացնել ձեր բոլոր պատվերները, այն ամենն, ինչ հնարավոր է պատվիրել ինտերնետի միջոցով։ Մի քանի րոպեից դիտեք։ Պատվերով համերգ, պատվերով պիցցա եւ անգամ պատվերով Լեոնարդո Դի Կապրիո, այս ամենն առաքվում է ձեզ անմիջապես ձեր ինտերնետ պատվերից հետո։ Աշխարհի ամենաարտառոց ինտերնետ պատվերները մեր այս թողարկման ընթացքում։ Ծաղիկներ չնվիրելն այլևս արդարացում չունի, օվկիանոսի հակառակ կողմից անգամ պատվիրեք եւ ուղարկեք ձեր սիրելիներին կենթանի, բազմագույն ծաղկեփնջեր ինտերնետի միջոցով։ Պատվիրեք ինտերնետ խանութում, ինտերնետ խանութ Ալավերցի ծրագրավորողն արդեն այդ գործում հմտացել են։ Աշխարհի ամենալայն տարածում ստացած սոցիալական ցանցի երիտասարդ հիմնադիր ու տնօրեն Մարկ Ցուկերբերգն ամուսնացել է։ Ամուսնության մասին տեղեկությունը հրապարակվել է ընկերության NASDAQ մուտք գործելու հենց հաջորդ օրը։ Ամուսնությունը տեղի է ունեցել անսպասելի Կալիֆոռնիայում գտնվող Ցուկերբերգի տան դիմացի բակում, մոտ 100 ապշած հյուրերի աչքի առջև, ովքեր կարծում էին, որ հրավիրված են հարսնացուի բժշկական ուսումնարանն ավարտելու արարողությանը։ Ինքը հարսնացուն 27-ամյա Պրիսցիլա Չանն է, ում հարաբերությունները Մարկի հետ տևել են արդեն մոտ 10 տարի։ Երկուշաբթի օրը Մարկի 28-ամյակն էր, իսկ Պրիսցիլան ավարտում էր բժշկական ուսումնարանը Սան Ֆրանցիսկոյում։ Facebook սոցիալական ցանցը զարգացավ մոտ 7 տարիների ընթացքում, արդեն իսկ ընդգրկելով մոտ 1 միլիարդ օգտատեր ու դարձնելով Մարկ Ցուկերբերգին աշխարհի ամենահաջողակ ու երիտասարդ միլիարդատերերից մեկը։ Տեղեկանում ենք Imedia AM-ից։ Մայիսի 16-ին ժամը 16:40-ին օպերատիվ տվյալներ իրացնելիս ինտերնետային կայքերում պոռնոգրական նյութեր տարածելու կասկածանքով Երևանի Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել մի քաղաքացի։ Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը News AM-ին հայտնեց, որ քաղաքացու կողմից ներկայացված օթնոկլասնիկի ռուկայքի իր անձնական էջում առկա են վերջինիս կողմից տեղադրված թվով 55 պոռնոգրական բնույթի նկարներ, որոնք հասանելի էին կայքի օգտատերերին։ Նյութերն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, հաղորդում է News AM-ը։ Milan Design Week ձևավորման ցուցահանդեսում իտալական Ombrellon Solar ընկերությունը ներկայացրել է Eclipse անձրևանոցները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի iPad ու նույնիսկ բջջային հեռախոս լիցքավորել, տեղեկացնում է Style RBC.ru կայքը։ Անձրևանոցները զինված են արևային մարտկոցներով, որոնք կլանելով արևային էներգիան հնարավորություն են ընձեռում այն փոխանցել iPad-ին կամ բջջային հեռախոսներին։ Ombrellon Solar ընկերության ներկայացուցիչների խոսքերով իրենց արտադրանքը միտված է բնության պահպանմանը, հաղորդում է Third AM-ը։ Yahoo ընկերության գլխավոր տնօրեն Սքոթ Թոմսոնը թողնում է աշխատանքն իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով, հաղորդում է France Press գործակալությունը։ Բանն այն է, որ ընկերությունում պարզել են, որ Թոմսոնը համակարգչային տեխնոլոգիաների ոլորտի կրթական աստիճան չունի, ինչպես որ նշել էր իր ինքնակենսագրության մեջ։ Թեև Թոմսոնը Yahoo-ի բոլոր գործընկերներին նամակ է ուղարկել, որում նշել է, թե զղջում է այդ քայլի համար, որով ընկերության համբավն արատավորվել է, այնուամենայնիվ նրան արդեն փոխարինող են գտել։ Նրա աթոռը ժամանակավորապես կզբաղեցնի Ռոս Լևինսոնը։ Տեղեկանում ենք Երկիր AM-ից։ Որքան էլ որ ոմանք թերահավատոր են մոտենան ինտերնետային պատվերներին, միևնույն է, կան մարդիկ, ովքեր օգտվում են այդ պատվերներից։ Մեր առաջին տեսանյութում դիտեք ամենաարտառոց ու հետաքրքիր ինտերնետային պատվերները։ Վերջերս մի շատ հետաքրքիր ֆիլմ էի դիտում։ Ֆիլմի գլխավոր հերոսները երիտասարդ ուսանողներ էին, որոնք որոշում են ինտերնետային օնլայն աճուրդում ուրվական գնել։ Հետո իհարկե իրենց ապրանքը իրենց գլխին իսկական պատուհաս է դառնում, բայց փաստը մնում է փաստ, որ համացանցում արդեն հնարավոր է գնել ամենաարտառոց երևույթները։ Եկեք միասին թափառենք օնլայն խանութներով ու ծանոթանանք, թե խենթ աշխարհը ինչ է գերադասում գնել ինտերնետով։ Չխոսենք սննդից, հագուստից ու տեխնիկայից, մարդկանց երևակայությունը կարող է շատ ավելի հեռու գնալ։ Օրինակ, եթե դուք միլիոնատեր եք, ապա մեկ օրով կարող եք գնել որևէ հայտնի դեմքի։ Այո, կան արտասահմանցի հայտնիներ, որոնք կլորի գումարի դիմաց կարող են մասնակցել ձեր տոնակատարությանը ու դառնալ ձեր սեղանի պատվավոր հյուրը։ Օրինակ, այդպիսի դեմք է Պամելա Անդերսոնը, Լեոնարդո Դի Կապրիոն եւ այլն։ Պատկերացնում եք հայտնի Տիտանիկի գլխավոր դերակատարը ներկա է ձեր ծննդյան տոնին։ Լավ, երկնքից իջնենք ցած ու շարունակենք մեր շքերթը։ Բազմաթիվ մարդիկ երազում են քայլել ջրի վրայով, ահա այս գնդակը զբաղեցնում է ինտերնետ պատվերների առաջատար հորիզոնականներից մեկը։ Այն արժե $500։ Մտնում եք դրա մեջ ու հայտնվում ջրի վրա բառի բուն իմաստով։ Իսկական խենթություն ինտերնետով դուք կարող եք վարձել մի մարդու, ով ձեր փոխարեն հերթ կկանգնի ամբոխում։ Այս ծառայությունն առաջարկում է Line Standing.com-ը։
հատուկ ծույլերի ու հերթ կանգնել չսիրողների համար։ Ինտերնետում թափառելիս մենք հանդիպեցինք նաև ամենաբաժնին, օրինակ օնլայն տարբերակով կարող եք գնել աշխարհի ամենամեծ համբուրգերը $2000 է։ Փոխարենը ձեզ երկար ժամանակ կբավարարի, միայն թե պետք է նաև համապատասխան սառնարան գնել, ախր շատ մեծ է։ Կարող եք գնել ամենաթանկ շշով ջուրը, որը պատված է ամբողջությամբ Սվարովսկի քարերով, 10,000 հատ քար մեկ շշի վրա։ Եթե կահույքի ու կենդանիների սիրահար եք, ապա պանդա աթոռը ձեզ համար է, կարող եք հանգիստ գնել ու նստել դրա վրա։ Պանդաներն իրական չեն, արժե $85,000։ Նորագույն տեխնոլոգիաների սիրահար եք, ունեք շատ փող, ապա աշխարհի ամենաթանկ iPhone-ը հենց ձեզ համար է, $9 միլիոն վայելեք։ Թերևս հենց iPhone-ով էլ եզրափակ ենք ինտերնետով պատվիրվող ամենաարտառոց իրերի շքերթը, այս ամենից հետո թերևս դուք այս մարդկանց խենթ անվանեք կամ առհասարակ որոշեք այլևս համացանց չմտնել, բայց միևնույն է, օնլայն խանութներն օրեցօր շատանում են, իսկ դրանց առաջարկած ապրանքները կխենթացնեն նույնիսկ երևակայություն չունեցող մարդկանց։ Իսկ ահա ամենահետաքրքիր օնլայն խանութ կարելի է համարել այս կայքը առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան, բայց ընդամենը մի քանի վայրկյանից կայքում իբրև թե վաճառվող ապրանքները սկսում են անհանգիստ շարժում տակնու վրա անելով ողջ խանութը։ Ինտերնետը փոխանցում է գրեթե ամեն ինչ՝ պատկեր, խոսք, ձայն։ Հետաքրքիր է, որքանով կավելանար ինտերնետի միջոցով ծաղկեփնջեր պատվիրողների թիվը, եթե հնարավորություն ունենայինք այդ ծաղիկները նաև հոտոտել։ Մեր քաղաքի ամենահայտնի ու հին ծաղկի սրահը բազմաթիվ տարիների պատմություն ունի, բայց ետ չի մնում ժամանակակից տենդենսներից։ Ողջ աշխարհը տառապում է ինտերնետային հիվանդությամբ, ամեն ինչ օնլայնացված է։ Այդ կերպ խելացի մարդիկ իրենց խելացի տեխնոլոգիաներով փորձում են թեթևացնել մեր կյանքը եւ պետք է խոստովանել, որ ստացվում է։ Օրինակ, եկեք այս անգամ ծաղիկներ պատվիրենք օնլայն ճանապարհով Brabion AM կայքի միջոցով, մեզ կօգնի Ծովինար Սարգսյանը։ Այսպիսով կայքը եռալեզու է, պատվերն անելու համար նախ ընտրեք ձեզ հարմար լեզուն ու գրանցվեք։ Դրանից հետո հաճախորդը կարող է ընտրել իր ցանկացած ապրանքը, սեղմել գնել կոճակը, այնուհետև ստուգել պարունակությունը, հնարավոր է մի քանի ապրանք միանգամից գնել եւ արդեն պատվիրել։ Պատվիրելուց հետո բացվում է համապատասխան բլանկ, որտեղ հաճախորդը լրացնում է առաքման համար անհրաժեշտ բոլոր տվյալները։ Իդեպ ի տարբերություն շատ այլ ապրանքների ծաղիկ ընտրելն այդքան էլ հեշտ բան չէ, որ այն ձեր սիրելիի համար է։ Հետևաբար պետք է լինեք շատ ուշադիր եւ խնամքով լրացնեք բլանկը եւ կատարեք նմուշներ, յուրաքանչյուր նշում կարեւոր է այս պարագայում։ Բացիկի տեքստը լրացնում, ընտրում է ինչ առիթ է, որպեսզի մենք դրա բացիկ ընտրենք, հա, իր համար ազգակցական կապն է ընտրում, որպեսզի ելի բացիկի թեման մենք կարողանանք ճիշտ ընտրել։ Եվ առաքումը կատարվում է արդեն դրանից հետո համապատասխան օրը, համապատասխան ժամին։ Այսպիսով, երբ պատվերն արդեն ձևակերպված է, նշումներն արված են, ժամանակն է վճարել, իսկ դա կարող եք անել հետևյալ վճարման համակարգերով։ Ձևեր կան, որ առաջարկում է հաճախորդին, տեղական առկա քարտերով, տեղական Visa եւ Master քարտերով, միջազգային Master քարտերով, Telcel ապարատներով, որը խանութներում է տեղակայված, Idram, WebMoney, բանկային փոխանցում կարող են անել, դա անմիջապես կայքի հետ չի կապված, բայց բոլոր տվյալները կայքում ներկայացված են։ Կայքում դուք հաստատ չեք ձանձրանա, այն գունավոր է, թեթև ու ամենակարևորը ծաղկարատ, բայց կայքն ունի մեկ այլ հետաքրքիր առավելություն։ Մենք հնարավորություն ենք տալիս այնտեղ ընտրելու։ Եթե հաճախորդը ցանկանում է ստանալ լուսանկարը առաքման պահի, հնարավորություն ունի, այսինքն որպեսզի վստահ լինեն ինչ է առաքվել, հա, եւ շատերը ուզում են տեսնել իրենց հարազատին կամ իրենց մտերիմին այդ նվերի հետ միասին, մենք այդ հնարավորությունը իրենց ընձեռում ենք։ Հետո էլեկտրոնային փոստով ստանում են նաեւ առաքման լուսանկարը։ Իդեպ կայքից օգտվողները Ծովինարի խոսքերով շատ հետաքրքիր ու վառ երևակայություն ունեցող մարդիկ են, քանի որ երբեմն այնպիսի բաներ են պատվիրում, որ նույնիսկ դիզայներների մտքով չի անցել։ Շատ կախված է նաեւ ժամկետից, հա, այսինքն եթե Վալենտինի, հա, կամ Սուրբ Սարգսի օրը հիմնականում սրտային կոմպոզիցիաները, կարմիր վարդերով կոմպոզիցիաներ, փնջեր գերակայություն ունեն մնացածի համեմատ, բայց կան այնպիսի փնջեր, որոնք ավելի շատ են պատվիրում։ Դե ինչ, ժամանակն է ուրախացնել ձեր սիրելիներին, հատկապես որ դա անելու համար դուք ստիպված չեք լինի գնալ ծաղկի խանութ։ Տանը նստած համակարգչի առջև կարող եք անել այդ ամենը։ Այդպես ոչ ոք չի կասկածի ձեր անակնկալի մասին։ Մյուս կողմից ծաղիկ չնվիրելու համար արդեն արդարացում չէ անգամ հեռավորությունը, քանի որ օնլայն պատվերը կարող եք կատարել, եթե անգամ բացակայում եք երկրից։
Մասնագետների պնդմամբ առաջին պիցան թխվել է դեռևս նեոլիթի դարաշրջանում, իսկ 2001 թվականին այն առաջին անգամ առաքվել է տիեզերակայանի անձնակազմին։ Իսկ թե որն է եղել առաջին ինտերնետային կայքը, որն առաքել է օնլայն պիցա, մենք այդպես էլ չկարողացանք պարզել։ Ասում են ամենահամեղ պիցան Նյու Յորքում է, չէի հավատա, եթե ինքս չփորձեի այն։ Այո, համեղ էր։ Սակայն մենք էլ առանձնապես ետ չենք մնում նույնիսկ օնլայն մրցարշավում։ Մեր քաղաքում կան պիցայի տարբեր կետեր, որոնք իրենց համեղ արտադրանքը մատուցում են օնլայն տարբերակով ևս։ Օրինակ, բացենք Pizza Hut-ի կայքը։ Pizza գծիկ hut.am առաջին Pizza Hut-ը գտնվում է Քանզաս նահանգում Վիչիթայի պետական համալսարանի տարածքում։ Այն բացվել է 1958 թվականին։ Իդեպ 2001 թվականին հենց Pizza Hut-ն է հովանավորել պիցայի առաքումը միջազգային տիեզերական կենտրոն։ Վերադառնանք երկիր, Երևան քաղաք։ Այսպիսով, եթե քառակուսի պիցաների ու առհասարակ Pizza Hut-ի սիրահար եք, կայքում կգտնեք առցանց Pizza Hut-ը, բացեք այն։ Ընտրեք ձեր պիցայի խմորի տեսակը, ապա այդ խմորից պատրաստվող պիցան, ապա պատվիրել։ Ձեր առջև կբացվի ձեր վիրտուալ զամբյուղը, լրացրեք տվյալները եւ սպասեք ձեր պատվերին, բարի ախորժակ։ Անցնենք առաջ, մենք որոշեցինք օնլայն պիցաների շուրջ ավելի մանրամասն զրուցել Ամերիկանո պիցա սրճարանի ներկայացուցչի հետ։ Այս պիցայի կետի հասցեն է americano.am։ Եթե հնարավոր լիներ ինտերնետով զգալ պիցայի բույրը, ապա այս կայքով դա հաստատ հնարավոր կլիներ, քանի որ կայքը շատ գունեղ է ու մատչելի օգտագործման համար։ Իդեպ այստեղ պատվերն ընդունում են նաև Skype-ի միջոցով։ Կայքում օնլայն պիցա պատվիրելու կանոններին մեզ ծանոթացրեց Աննա Գալոյանը։ Առաջին հերթին պետք է այցելել մենյու։ Այնտեղ նշված են կերակուրների տարատեսակները՝ պիցաներ, սենդվիչներ, ապուրներ, լանչեր։ Հետո պիցաներից կարող եք ընտրել ձեզ հարմար չափսը՝ մինի, միջին կամ ընտանեկան չափսը։ Երբ արդեն ընտրեցիք ձեր պիցան, հարկավոր է լրացնել որոշակի տեղեկություններ ձեր մասին։ Նշվում է պիցան պատվիրելիս հեռախոսահամարը, պատվիրատուի անունը եւ հասցեն։ Ամեն դեպքում օպերատորը անպայման ճշտում է, արդյոք պատվերը կատարվել է թե ոչ։ Այսինքն պիտի պատվերը հաստատվի։ Այնուհետև նոր դրանից հետո կատարվում է առաքումը։ Կայքում պիցաների ընտրությունը լայն է, մոտ 25 տեսակ։ Բոլորն էլ մեծ սեր են վայելում ժողովրդի կողմից, կան մի քանիսը, որոնք պատվիրվում են ավելի շատ։ Երևի թե հենց մեր ֆիրմային Ամերիկանո, ասորտին 4 տարբեր տեսակով, մնացած բոլորն էլ։ Իդեպ, եթե առաջին անգամ եք այցելում Americano.am ու առաջին անգամ եք պատրաստվում համ տեսել այստեղի պիցաները, կողմնորոշվելու համար նայեք պիցաների գնահատականները, որոնք տվել են սովորական այցելուները։ Դուք կարող եք գնահատել ուտեստը, այնտեղ տրված է ինչ-որ 5 բալանոց համակարգ, որով դուք կարող եք գնահատել, իսկ կարող եք նաև թողել արձագանքներ, այո։ Հեռախոսում նույնպես շատ է լինում, որ հեռախոսով ինչ-որ իրենց արձագանքները թողնում են նաև հեռախոսով։ Այժմ ամենակարևոր մասը՝ վճարումը։ Վճարումը կարող է կատարվել եւ կանխիկ, եւ կրեդիտ քարտերով։ Եթե հաճախորդին հարմար է կրեդիտ քարտով վճարել, առաքիչը իր հետ կունենա տերմինալ եւ տեղում կստանա վճարումը։ Երևի այս տեսանյութից հետո մի լավ սովածացաք։ Արդեն գիտեք օնլայն պիցա պատվիրելու կայքեր, ընտրեք որևէ մեկն ու անցեք գործի։ Եվ ինչպես կարող էր մեր ինտերնետ շքերթից վրիպել այն, ինչը խլում է մարդկանց եկամուտի 5%-ը, խոսքը նվերի մասին է։ Նվերները կարող են լինել օնլայն եւ իրական։ Օրինակ, Օդնոկլասնիկի կայքում ամեն օր կարող եք ադամանդներ, ծաղիկներ, կոչումներ ստանալ։ Դրանցից էլ ոչ շատ առաջ որոշ էլեկտրոնային փոստեր առաջարկում էին վիրտուալ բացիկների մեծ տեսականի, բայց օնլայն տիրույթում արդեն վաղուց կարելի է գտնել նաև իրական նվերներ։ EM տիրույթում նմանատիպ խանութները շատ չեն։ Նվեր EM տրամաբանական անունով օնլայն խանութը ամենամեծերից մեկն է։ Այս ոլորտը մեզ մոտ դեռ հղկվելու շատ տեղ ունի, պատմեց Հայկը, ով կայքի հիմնադիրներից է։ Արդեն 5 տարի անցել ոչ մի փոփոխություն չկա, այսինքն ոլորտը ոնց եղել է նույն ձևի մնացել է, չի զարգացել։ Սկսած ազգային առանձնահատկություններից եւ մեր կառավարության քաղաքականությունից ոլորտը չի զարգանում։ Հայ մարդը մինչև ապրանքը չտեսնի, չշոշափի, չսակարկի, չի գնում։ Հայկը դժգոհ է նաև հարկային համակարգից։ Այն հնարավորություն չի տալիս զարգանալ առևտրի նման տեսակին։ Օրինակ արտասահմանում նմանատիպ հարցերին այլ մոտեցում ունեն։ Երբ որ վաճառվում է խանութում կամ սուպերմարկետում, հարկվում է ուրիշ տեսակի հարկով, երբ որ վաճառվում է ինտերնետ խանութում,
էլեկտրոնային առևտրի հետ կապված, արդեն դա ուրիշ հարկի տակ է գնում։ Հիմնական պատճառը դա է։ Իսկ ինչ առավելություններ է տալիս on-line խանութներից գնումներ կատարելը։ Ժամանակ չկորցնելու համար ամենահարմար տարբերակը ես կարծում եմ, որ համակարգչով հավաքի ընդամենը 4-5 տար ու այցելեմ մեր նվեր.am եւ ընտրի ցանկացած տեսակի նվերային ապրանք։ Վերադառնալով կայքին, նվերներն այստեղ բազմազան են, ըստ ճաշակի, առիթի եւ գրպանի պարունակության։ Իդեպ գներն այստեղ շուկայական են՝ 2500 դրամանոց շապիկներից մինչև ոսկյա ձուլակտորներ։ Ամենավաճառվող նվերը օծանելիքներն են։ Իսկ ամենաօրիգինալը ըստ Հայկի ճապոնական մոտիվներով բիժուտերիան է։ Նվերները կարող եք գնել ինչպես արքա համակարգով, այնպես էլ վճարել կանխիկ։ Կայքը չունի հայերեն տարբերակ, այն պատրաստման փուլում է։ Հայկը պատճառաբանում է դա նրանով, որ կայքի բերած եկամուտները շատ քիչ են, որպեսզի փոփոխություններ արվեն կայքում։ Նվերեի մի համահիմնադիրը կոչ է անում կառավարությանը։ Կառավարությանն ենք ես դիմում կամ սպասում, մի խոսքով էլի ինչ որ պետքա տեղների շարժվեն, որովհետև աշխարհի ապագան էս է։ Այսինքն մենք այն երկիրն ենք, որը որ կարա այդ ուղղությամբ զարգանա, մենք չունենք ուրիշ ռեսուրսներ, այդ ռեսուրսը շատ ուժեղ է։ Կարանք դառնանք, չգիտեմ, Կորեայի պես մի երկիր, որ մի քիչ ուշադիր լինեն, էլի։ Ապրանքներն ու ծառայությունները սովորաբար մենք պատվիրում ենք ինտերնետային խանութներում, սակայն ինտերնետային խանութում հնարավոր է պատվիրել հենց ինտերնետային խանութ։ Սամվել Բեկթաշյանն առաջինը ձեռնամուխ եղել Ալավերդիում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործին։ Դեռևս 2008 թվականին, երբ ինտերնետը քիչ հասանելի էր բնակիչների շրջանում, նա հիմնադրեց Բետանետ ընկերությունը, որը սկզբնական շրջանում գործունեություն էր ծավալում տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ոլորտում։ Կայքի հիմնական նպատակը բաժանորդներին առցանց ծառայությունների մատուցելն էր։ Վերջին 2 տարիներին ընկերությունը զբաղվում է միայն վեբ կայքերի ծրագրային ապահովմամբ։ Դրա համար էլ կայքը վերազինել են այլ գործիքներով։ Կայքում տեղ են գտել տեղեկություններ մատուցվող ծառայությունների կատարած աշխատանքի մասին։ Մեր կայքը փորձել ենք առավել հարմարավետ կառուցել մեր այցելուների համար։ Բաժինները հիմնականում վերաբերում են մեր առաջարկող ծառայություններին, այնտեղ կոնկրետ ըստ փաթեթների առաջարկում ենք մեր ծառայությունները։ Բացի վեբ կայքերի դիզայնը եւ ծրագրավորումը մենք ունենք նաեւ դոմեյնների գրանցման, հոստինգ ծառայություններ, լոկալ եւ մունիցիպալ ցանցերի նախագծման կառուցման ծառայություններ, գովազդի եւ որոնման համակարգերի համար օպտիմալացման ծառայություններ կայքի։ Սամվելն ասում է, որ այս տարիների ընթացքում օգտատերերի թիվն ավելացել է, սակայն շատերն օգտվում են համացանցին ձեռած սահմանափակվող ծառայություններից։ Դրա համար նշում է մի քանի պատճառ։ Մի շարք այլ պատճառներ, որոնց թվում ես կուզեի նշել հանրակրթական դպրոցներում ինֆորմատիկայի առարկայի դասավանդման շատ ցածր մակարդակը։ Մենք ամեն օր լսում ենք հեռուստատեսությամբ ու մեր դպրոցի ղեկավարներից, որ դպրոցը կահավորված է, համակարգչային լսարանները պատրաստ են, սակայն որակը մնում է շատ ցածր մակարդակի։ Երևանից հեռու շրջաններում մինչ օրս էլ ինտերնետը հասարակության լայն շերտերի համար մնում է որոշ չափով դեռ լիովին չբացահայտված գործիք, այսինքն մենք խնդիր ունենք ունենալու կիրթ էլեկտրոնային հասարակություն։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ այսպիսի կայքերի եւ ցանկացած ոլորտի կայքերի ավելացումը ինքնըստինքյան բերելու է օգտատերերի մակարդակի բարձրացման։ Վեբ կայքերի պատրաստման շուկայում Բետանետ ընկերությունը Ալավերդիում ու Թվանյանի տարածաշրջանում միակն է, սակայն շուկայի խնդիր այնուամենայնիվ ունեն։ Առայժմ վեբ կայքի պատվերներ ստանում են հիմնականում համայնքապետերի կողմից։ Ոչ միայն Լոռու, այլ նաև հանրապետության այլ մարզերից մեծ թվով պատվերներ են ստացել Ալավերդու քաղաքապետարանի պաշտոնական կայքի հաջողությունից հետո։ Ալավերդու պաշտոնական կայքը մեր լավագույն աշխատանքներից մեկն է, որը պարբերաբար արդեն որորդ անգամ գնահատվում է նաև մեր գործընկերների եւ Հայաստանի լավագույն մասնագետների կողմից։ Այն արդեն 2 անգամ արժանացել է մրցանակի, առաջինը դա 2010 թվականին էլեկտրոնային բովանդակության 5-րդ համահայկական մրցույթում ստացել է հատուկ մրցանակ մարզային համայնքներում տվյալների հասանելիության տեխնոլոգիաների լավագույն ներդրման համար, իսկ անցած տարի 2011 թվականի նոյեմբերին
ճանաչվել է հանրապետության լավագույն համայնքային կայք 915 համայնքների շարքում։ Սամվելն ասում է, որ տնտեսության մյուս ճյուղերի նման տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւս Երևանից դուրս շատ դանդաղ տեմպերով է զարգանում, ինչը վատ է անդրադառնում ոլորտի ընդհանուր առաջընթացի վրա։ Տարիների վեր խոսվում է Գյումրի տեխնոպարկի մասին, որ առաջիկայում դեռ մենք նույնիսկ չենք պատկերացնում կլինի թե ոչ, բայց մնացած տեղերում կարծես թե ոչինչ չի արվում եւ ամեն ինչ թողնված է մի քանի մարդկանց ուսերին, ովքեր սեփական բիզնեսը զարգացնելու հետ զուգահեռ խնդիր են վերցրել զարգացնել նաեւ ոլորտը տարածաշրջանում։ Լոռու մարզում էլ շատ քիչ կան եւ դա շատ վատ է անդրադառնում առողջ մրցակցության վրա։ Բացի այդ, ես միշտ ասում եմ, որ եթե մեզ հետ լինեին այլ ընկերություններ, այդ քաղաքում ու տարածաշրջանում տեխնոլոգիաների զարգացումը միայն մեր ուսերին չէր մնա։ Արդեն 2007 թվականին, երբ ունեի իմ ընկերությունը, որը դեռ չէր զբաղվում վեբ կայքերով, մենք գործընկերներով քննարկում էինք այդ հեռանկարը որպես բիզնեսի զարգացման նոր ուղղություն։ Եվ այն ժամանակվանից մինչ օրս էլ համոզված էինք, որ ապագան սրանն է, որ ցանկացած մարդկային գործունեության ցանկացած ոլորտ, ցանկացած տիպի ընկերություն գալու է մի ժամանակ, որ առանց կայքի չի կարողանալու պատշաճ կերպով ներկայանալ թե իր սպառողին, թե իր գործընկերներին եւ մանավանդ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ միջազգային շուկայում։ Այսօր ի պատիվ խորագրի հյուրը Գյումրու ժուրնալիստների ասպարեզ ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանն է։ Ձեզ ենք ներկայացնում նրա կողմից առավել հաճախ այցելվող կայքերը այսպիսով։ Օրական 4-5 անգամ Լևոնը պարտադիր նայում է հետևյալ կայքերը՝ Amek+AM, Լրագիր AM, News AM, Առաջին AM, Թերթ AM, Հետք AM եւ Ասպարեզ AM։ Լևոնը գրում է, որ իրեն հետաքրքրում է հրատապ տեղեկատվությունը, դրանց բազմազանությունը եւ որ ուշադիր է նաեւ նույն իրադարձությունների մասին տարբեր աղբյուրների տարբեր մոտեցումներին։ Իհարկե հետաքրքրված է նաեւ վերլուծականներով ու հարցազրույցներով։ Իսկ վերոնշյալ կայքերը ապահովում են բազմակողմանի տեղեկատվություն։ Ըստ Լևոնի, Ասպարեզ AM եւ Public Data AM կայքերն իհարկե չեն կարող մրցակցել առաջին վեցնյակի եւ հաջորդների հետ։ Դրանք ժուրնալիստների Ասպարեզ ակումբի կայքերն են, ուր ինքն այցելում է նորությունները նայելու, հսկելու, երբեմն խմբագրման կամ սրբագրման համար։ Լևոն Բարսեղյանը նաեւ Facebook-ի ու YouTube-ի մշտական այցելուն է։ Facebook-ում միջին հաշվով օրական 1-2 ժամ է անցկացնում, գրում է կարճ մտքեր, երբեմն պատմվածքներ, լուսանկարներն է տեղադրում, ջանում է անպայման մեկնաբանություններով դնել դրանք, ակտիվորեն մասնակցում է ցանցի բազմաթիվ խմբերի աշխատանքներին, այդ թվում բանակն իրականում Նոր Գյումրի բնապահպանական եւ լրատվական տարբեր խմբերի։ Օրական առնվազն մեկ անգամ այցելում է նաեւ այս կայքերը՝ Առավոտ AM, ՀԶՀ AM, Լուրեր.com, Հրապարակ AM, Պանորամա AM, Public Data AM, Ipress AM, APSNY.J, Chechen.Press.org, Day.az։ Ըստ կարիքի Լևոն Բարսեղյանն այցելում է նաեւ պաշտոնական կայքեր։ Ariels AM, Parliament AM, Gov.am, i-gov.am, Elections AM։ Նախորդ շաբաթվա իրադարձություններից Լևոնն առանձնացնում է հետևյալ 4-ը. DIY փաբի շուրջ ծավալված իրադարձությունները, դրա հրկիզումը եւ այլն։ Երկրորդ՝ կոալիցվելու, չկոալիցվելու հարցը։ 2012 թվականի սեպտեմբերին քաղաքային ավագանու 12 տեղերի համար տեխնացություններ դնելու Գյումրիում քաղաքացիական նախաձեռնությունը եւ Գյումրեցի զինվորի մահը Հադրութի զորամասում եւ պետական լռությունն այդ մասին։ Ինչպես արդեն համոզվեցիք, հայկական ինտերնետային տիրույթում հնարավոր է պատվիրել գրեթե ամեն ինչ, իսկ ինտերնետային աշխույժ կյանքին կանդրադառնանք արդեն եկող շաբաթ առայժմ։